Մենք օրհնում ենք քո անունը Հիսուս այստեղ։ Մենք մեր հայացքը քեզ ենք ուղղում։ Մենք մեր սիրտը քո առջև ենք բացում, Տեր։ Միայն դու ես արժանի ամեն փառքի, ամեն պատվի, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից այս հնարավորության համար։ Շնորհակալ ենք քեզանից քո տան համար, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ կարող ենք գալ քո սուրբ ներկայության մեջ, Տեր։ Քո անունը բարձր է Հիսուս ամեն անունից։ Թող քո անունը բարձր լինի այստեղ ամեն անունից, Տեր։ Թող քո անունը բարձր լինի այստեղ ամեն մտածելակերպից։ Թող քո անունը բարձր լինի ամեն հիվանդության անունից, ամեն տառապանքի անունից, ամեն հոգսի անունից։ Թող քո անունը բարձր լինի։ Թող քո անունը բարձր լինի այստեղ, Տեր։ Մենք մեծարում ենք քեզ, մենք խոնարհվում ենք քո առջև, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ եմ ամեն մեկի համար, քո թանկ ժողովրդի համար, Տեր։ Այսօր օրհնիր ամեն մեկին, որին գնել ես դու քո սուրբ արյունով, Տեր իմ Աստված, որի համար թափել ես քո թանկարժեք արյունը, Տեր։ Օրհնիր քո թանկագին ժողովուրդը այսօր, Տեր իմ Աստված։ Մենք այսօր քեզ ենք հանձնվում եւ խնդրում ենք քեզ, Աստծո Սուրբ Հոգի գործիր այստեղ, Աստծո Սուրբ Հոգի շարժվիր այստեղ։ Այս Աստծո Սուրբ Հոգի հպվիր այսօր մեզ, փոխիր այսօր մեր կյանքը, Տեր իմ Աստված։ Դա է մեր փափագը, որ դու լինես մեր կյանքի մեջ։ Դա է մեր փափագը, որ դու փոխես մեր կյանքը։ Դա է մեր փափագը, որ դու լցնես մեր կյանքը, Տեր։ Թող քեզ փառք լինի, թող քեզ փառք բարձրանա այստեղից, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, ամեն, ամեն։ Ամեն, ամեն սիրելիներս, բարի գալուստ Աստծոտուն, կարող եք տեղավորվել, Աստված շատ օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Ողջունում եմ բոլորիդ սիրելիներս։ Մենք եկել ենք Մոսկվայից, ինչպես Հովիվ Մհերը ասեց։ Ինքը ասում է մեզ համար պատիվ է, բայց այդ մեզ համար է պատիվ այստեղ լինել։ Մենք Հովիվ Մհերին, Արմինեին դեռ Իջևանից ենք ճանաչում։ Ես բնիկ Վանաձորից եմ։ Իմ կինս բնիկ Իջևանից է։ Իսկ Մհերն ու Արմինեն մեզ հետապնդում են։ Եվ փառք Աստծո ձեզ համար, Մհեր ջան, Արմինե ջան, որ այդ ձևի սիրտ ունեք։ Նրանք գիտեք ոչ Իջևանից են, ոչ է Վանաձորից են։ Բայց Աստված սիրտ է տվել, որ ծառայեն Տիրոջը, հրաշալի եկեղեցի Իջևանում է բարձրացած եւ այստեղ էլ հրաշալի եկեղեցի կա։ Թող Աստված օրհնելով օրհնի ձեզ։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր կանչել եք մեզ։ Ու իրոք պատիվ է ինձ համար։ Ես առաջի անգամ եմ Վանաձորում քարոզում։ Որովհետեւ Վանաձորում չեմ ապաշխարել եւ իրականում եկեղեցական հավաքույթին առանձին քարոզել եմ ինչ-որ խմբի, բայց եկեղեցական հավաքույթում առաջի անգամ եմ, հենց որ այս պատմական եկեղեցի է ինձ համար։ Ու գիտեք ժամանակ կար, որ մենք հավատացյալներին ձեռ էինք առնում, երբ որ գալիս էին Արցախ հրապարակում ավետարանում էին եւ այլն, տարբեր տեղեր, ընկերներ ունեի, որոնք ապաշխարել են, ինձ ավետարանում էին, ես իրանց ձեռ էի առնում։ Գիտես եղել է ժամանակ, որ բոլորս էլ կամ մտածել ենք, որ մենք մեր ձևով ենք հավատում, կամ էլ մտածել ենք, որ մի քիչ այն չի, որ հավատում է։ Բայց մեր Աստված կենթանի Աստված։ Ամեն։ Վանաձորում չգտնվեցի, բայց Մոսկվայում ինձ գտավ։ Աստված գտնում է մեզ ու երանի մեզ, որ Աստված մեզ գտել է սիրելիներս։ Ամեն։ Փառք Տիրոջը դրա համար։ Փառք Աստծուն դրա համար։ Ու իրականում ինձ համար շատ մեծ ուրախություն է, որ իմ քաղաքում սենց եկեղեցի կա։ Ամեն։ Այսօր ուզում եմ խոսեմ սիրելիներս, ինչ որ սրտից մեջ կա եւ հավատում եմ, որ Աստված կօրհնի մեզ այսօր։ Այսօր ուզում եմ խոսել ծածկոց ունենալու մասին։ Այսօր գիտեք անչափ կարևոր է, որ դու պաշտպանված լինես ու ծածկոց ունենաս։ Անչափ կարևոր է, որ մեր ամբողջ կյանքը ծածկված լինի։
Անչափ կարևոր է, որ մենք մտածում ենք, որ մեր երեխաների կյանքը ծածկված լինի։ Իրականում հիմա չկա մի մարդ, որ իրական նայի կյանքին ու չմտածի, որ իր կյանքը ծածկված լինի, պաշտպանված լինի։ Բայց այս կյանքում կատարվում են այնպիսի բաներ, որ շատ ժամանակ դու չես կարող վերահսկել, ինչպես դու ծածկված լինես, ինչպես դու պաշտպանված լինես, տարբեր բաներից, տարբեր իրավիճակներից, որ կատարվում է այս կյանքում կամ աշխարհում, ու դրա համար կարևոր է ապահով ծածկոց ունենանք։ Ու ես տեսել եմ, որ մարդիկ, անգամ խելացի մարդիկ, այնքան անիմաստ, այսպես ասած, հիմար բաների են հավատում, թե ինչպես կարող են իրանք ծածկել։ Օրինակ, մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ աշխարհի վերջն է։ Օրով։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի օր նշանակեցին մայիսի 22-ին աշխարհի վերջն է, այդ օրը իմ եղբորս աղջիկ ծնվեց, ում համար աշխարհի վերջ էր, ում համար կյանքի սկիզբ էր։ Գիտես, Հիսուսն ասեց ոչ ոք օրը չգիտի, բայց մարդիկ հավատում են, երբ որ ասում են աշխարհի վերջն է, գիտեք ինչու, որովհետև մարդիկ չգիտեն ոնց պաշտպանվեն, չգիտեն ինչ կլինի իրանց հետ։ Ես իմացա, մենք Ֆրանսիայում եկեղեցի ենք սկսում ու իմացա այնտեղի հայերը, երբ որ հայտարարել էին, որ աշխարհի վերջն է, կարծեմ 2019 թվական էր այդ անգամը, այդ մի անգամը։ Եվ այդ քաղաքը, որտեղ սկսում ենք եկեղեցի, մի քիչ հեռու քարանձավ կա, այդ քարանձավում միշտ +10 է եւ խմելու ջուր կա ու մեծ քարանձավ է։ Ես իմացա, երբ որ հայտարարել էին այնտեղի հայերից անհրաժեշտ բաները լցրել էին ջիպերի մեջ ու շարժվել էին մոտիկ դեպի այդ քարանձավը, որ հանկարծ այդ օրը մի բան լինի, մտնեն քարանձավ։ Ու մտածելով, որ դրանով կպաշտպանվեն։ Գիտեք, երբ որ այս աշխարհի վերջը եկավ, իրականում այս աշխարհի համար վերջը դա մեր համար նոր սկիզբ է։ Հավատացյալներիս համար դա նոր սկիզբ, մեզ համար վերջ չկա։ Ես հավատացյալները, երբ որ ասում են աշխարհի վերջն է եկել, մեզ համար աշխարհի վերջ չկա, մեզ համար կյանքի սկիզբ կա։ Մենք հիմա ապրում ենք եւ գնալու ենք հավիտենական կյանքով ապրենք, մեզ համար վերջ չկա։ Բայց երբ որ մենք խոսում ենք ինչ որ բաների մասին, որ պետքա պաշտպանված լինենք եւ աշխարհի վերջը, երբ որ եկա, ոչ ոք չի կարող պաշտպանվի, ոչ ոք չի կարող փախնի։ Երբ որ գիտեք եկավ այն բաները, ինչ որ Աստվածաշնչում գրված է, ոչ ոք չի կարող փախկվի դրանից։ Ու այսօր ուզում եմ խոսեմ նրա մասին, թե Աստվածաշունչը ինչ է սովորեցնում, ոնց կարող ենք մենք ապահով լինել։ Ինչպես կարող ենք մենք ծածկված լինել, ապահով լինենք եւ պաշտպանված լինենք։ Որովհետև մարդիկ, երբ որ օրինակ Մոսկվայում էլ բաներ էին հորինել, իրանց համար բունկերներ էին սարքել, իբր թե ծածկվեն այնտեղ։ Բայց դա հիմարություն է այդպես մտածելը։ Գիտեք, դա ինչ եմ նմանեցնում։ Դուք տեսել եք երեխաների, որ իրանց աչքը փակում են, իրանց թվում է ոչ ոք իրանց չի տեսնում։ Երեխաները ինչի համար են աչքերը փակում, երբ որ ամաչում են կամ ուզում են իրանց չտեսնեն, իրանք մտածում են, որ աչքերը փակեցին, ոչ ոք չի տեսնի։ Նույնպես այդ մարդիկ են։ Գիտեն, թե որ ինչ-որ միտեղ փախվեն, Աստված իրանց չի տեսնի կամ իրանք պաշտպանված կլինեն։ Եվ մեր Աստված սովորեցնում է, որ մեր միակ ապահով տեղը եւ մեր միակ ծածկոցը դա ինքը մեր Աստվածն է։ Ամեն։ Ուզում եմ նախ եւ առաջ կարդամ սիրելիներս Կողոսացիս 3-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Վասնզի դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Ամեն։ Աստծո խոսքն ասում է, որ երբ որ մենք մեր կյանքի համար, մեր անձի համար մեռանք եւ որոշեցինք ապրել Աստծո մեջ, ասում է ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի մեջ։ Ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի մեջ։ Այսօր ուզում եմ խոսեմ դրա մասին, որ Աստված ասում է. իմ սիրելի ժողովուրդ, եթե դու իմ մեջ ես, դու ծածկված ես։ Եթե դու մեռած ես քեզ համար, ապրում ես ինձ համար, դու ծածկված ես։ Դու պաշտպանված ես։ Ով կարող է մեզ պաշտպանել, սիրելիներս, եթե ոչ Աստված։
Այսօր մարդիկ ասում են, դե Աստված թող պաշտպաներ, դե Աստված թող էս ինչ բանում ինձ փրկեր եւ այլն կամ ինչի համար չպահեց։ Սիրելիներս, ամենաապահով բանը դա նա է, որ մարդը իր համար մեռնում է, սկսում է ապրել Աստծո համար։ Ամենաապահով տեղն է դա։ Ու երբ որ մենք որոշում ենք կայացնում մեռնել մեր անձերի համար, ապրել Քրիստոսի համար, մեր կյանքը իրոք Աստված ծածկում է։ Դա ինքն է ասում։ Իսկ եթե դուք մեռել եք ձեզ համար, ձեր կյանքը ծածկված է։ Ամեն։ Փառք Աստծո։ Ու մենք ապահով ենք, որովհետև Աստծո ծածկոցի տակ կյանք ունենք ու այս աշխարհի վրա կյանք ունենք ապահով եւ այս կյանքից հետո էլ ապահովագրված ենք։ Ամենամեծ անպաշտպան վիճակը դա նա է, որ մարդը չգիտի այս կյանքից հետո իր հետ ինչա լինելու։ Մարդիկ վախեցած են սրնես, ամենայն մանեկող տղեկը, եթե իրանք Քրիստոսի մեջ չեն, իրանք վախկոտ են։ Իրանք վախկոտ են։ Իրականում իրանք Քրիստոսի կարիքն ունեն։ Գիտեք, այնպեսի տեսքով են ման գալիս, այնպեսի մի քիչ էլ որ ունեցվածք են ունենում, իբր թե իրանց հետ ոչինչ չի կարող լինել, բայց իրականում իրանց ներսը, իրանք գիտեն, որ իրանք ապահով չեն։ Ժամանակ առ ժամանակ այնպեսի դեմքեր ես մեկ տեսնում։ Մի անգամ ընկերոջս հետ գնում ենք, մեկը գալիս էր, չեմ ուզում ցույց տամ, չեմ կարող ցույց տամ, ինչ դեմքով, ինչ քայլվածքով էր գալիս, ընկերս նայեց, ասեց. Նայ, ինքը չի։ Ես մարդիկ ձևեր են տալիս իրանց այդ հարցով էլ, որ իբր թե ոչ մի բանից չեն վախենում, իբր թե ապահով են, բայց այդպես բան չկա, ապահովությունը Քրիստոսի մեջ է։ Ամեն։ Ուզում եմ կարդամ Հռոմեացիս 4։ Աստված կատարյալ ձևով ապահովագրում է մեզ, երբ որ մենք ապաշխարում ենք։ Հռոմեացիս 4-ում տեսեք ինչ ա գրված սիրելիներս, 6-7-ն եմ ուզում կարդամ։ Ինչպես որ Դավիթն էլ այն մարդի երանությունն է ասում, որին Աստված արդարություն է համարում առանց գործերի, երանի նրանց, որոնց անօրենությունները թողվեցան եւ որոնց մեղքերը ծածկվեցան։ Գիտեք, շատ վնասներ մարդու կյանքի մեջ գալիս է մեղքերի պատճառով։ Երբ որ մենք գալիս ենք Տիրոջը, ինչ է անում Աստված։ Աստված վերցնում է մեր մեղքերը ծածկում է։ Այնպես է ծածկում, որ անգամ մեզ արդար է ասում։ Արդար նշանակում է, որ դու մեղք չես գործել։ Մենք գիտենք, որ մենք մեղք գործել ենք, բայց Աստված այնպես է ներում, այնպես է ծածկում, որ ասում է դու արդար ես։ Դավիթն ասում է երանի են մարդուն, ում Աստված արդար է ասում, որովհետև նրա մեղքերը ոչ միայն թողվել են, այլ նրա մեղքերը ծածկվել են, Աստված ինքն է ծածկել։ Այսօր մարդը եթե իր մեղքերը ծածկի, դա թողված չի, բայց երբ որ Աստված է ծածկում, դա ներված է, ջնջված է։ Սիրելիս, էլ չգնաս նորից բացես, նայես, տեսնես ինչ կա այնտեղ։ Էլ չեմ ասում, բացում են, նայում են, վերցնում են, նորից օգտագործում են։ Ոչ մի մեղք, եթե ծածկված Աստված ծածկել է, սիրելիս, էլ չգնաս բացես։ Ինչի համար Աստված ծածկել, որովհետև Աստված ուզում է, որ մենք ապահով կյանք ապրենք, որովհետև մեղքի վարձքն է մահը։ Ուզում է մեղքերը ծածկված լինեն։ Մեր Աստված այնպես է ուզում մեզ ծածկել, որ անգամ մեր մեղքերն է ծածկում։ Անգամ եթե այսօր առավոտյան մեղք ես գործել, օրինակ ամուսնուդ վրա գոռացել ես։ Թարսալինու, չէ՞ հիմնական։ Աստված պատրաստ է ծածկի դա, որ դու երբեք չմտածես, որ ինչ-որ բանի պատճառով քո կյանքում ինչ-որ բան եղավ։ Սիրելիներս, մենք պետք է ճշմարտությունը իմանանք, որ մեզ չդատապարտենք։ Աստված մեր կյանքի բոլոր մեղքերը ծածկում է, ինչ մեղքեր էլ արել ես, ինչ մեղքեր էլ դեռ անելու ես ու ապաշխարում ես դրանից։ Եթե պատրաստ ես ապաշխարել, չեմ ասում պատրաստ լինես մեղք գործես, պատրաստ լինես ապաշխարես։ Աստված պատրաստ է նորից ծածկի եւ ասի դու արդար ես։ Արդարին ոչ մի դատապարտություն չկա։ Ամեն։ Այս աշխարհի դատապարտությունն է սպասում, բայց ինձ ու քեզ ոչ սիրելիս, որովհետև Աստված է ծածկողը մեր մեղքերը։ Երբ որ ես ապաշխարել էի, շատ ընկերներ, Վանաձորի ընկերներ ես մանավանդ, իմ մանկության ընկերն ասում են, ահա, քեզ սուրբի տեղ ես դրել։ Ես չեմ դրել, ինքն է դրել։
Եթե ինքը ասում է, որ ես սուրբ եմ, արդար եմ, ես ով եմ, որ ասեմ, որ ես սուրբ չեմ, արդար չեմ։ Միակ բանը պետք է պահեմ, որ երբեք թույլ չտամ մեղքը իմ կյանքի մեջ ապրի։ Դրա համար սիրելիներս, Աստված այնպես է ուզում ծածկի մեր կյանքը, որ անգամ մեր մեղքերն է ինքը ծածկում։ Ամեն։ Փառք Աստծո։ Աստված այնքան իրական է ծածկում մեզ, որ անգամ բնական ձևով կարող է ծածկել։ Ես ուզում եմ Աստվածաշնչում ցույց տամ, որ Աստված բնական ձևով էլ է ծածկում։ Տեսեք, նախ եւ առաջ դրա վերաբերյալ Երեմիա 36-ը։ Երեմիա 36։ Հալելույա, փառք Աստծո։ Մի պատմություն էր եւ 26 խոսքը ուղղակի կարդամ, տեսեք ինչ է գրված։ Եվ թագավորը հրամայեց Հերամելին, թագավորի որդուն, եւ Եզրեելի որդի Սարայային, Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն դպիր Բարուքին եւ Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց ծածկեց։ Ուզում էին բռնեն Երեմիային եւ նրա մարգարեությունները գրողին Բարուքին, ասма Տերը նրանց ծածկեց։ Երեք մյուս օրն են, երեք չէ առաջ օրն են պատմում, որ պատերազմում ինչքան Աստված ծածկել է։ Իհարկե ասում են, բայց ինչի ուրիշներին չծածկեցրել են, շատ բաներում մենք չգիտենք ինչու չծածկեց։ Շատ վիշտեր են եղել, շատ սուք ա եղել, շատ մարդիկ աղոթել են, բայց ինչ որ երեխաներ մահացել են նորից, երիտասարդներ, բայց շատերին Աստված ծածկել է։ Եթե մենք նայենք, թե ինչու չի ծածկել, մենք չենք կարող պատասխան գտնել, բայց ես մի բան գիտեմ սիրելիներս։ Նախ եւ առաջ կարող եմ անգամ այն շնորհակալություն ասեմ այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին տվել են պատերազմելու, բայց նաեւ կարող եմ ներողություն խնդրել, որ այսպես ասեմ, բայց մի բան եմ հասկացել։ Շատ երիտասարդներ գնացել են երկինք։ Անկամ նրանք, ովքեր եկեղեցիներում չեն եղել, որովհետև աղոթելով են գնացել։ Տիրոջը խնդրելով են գնացել։ Ես ներողություն եմ խնդրում, որովհետև ես չեմ կարող ինչ որ մեկի ցավի վրա հանգիստ այսպես ասել, բայց սիրելիներս, ես մի բան եմ հասկացել, որ Աստված կյանքը տեսնում է երկնքում, ոչ թե այստեղ։ Մեզ համար է դժվար, մեզ համար է այս կյանքը իրական եւ ցավ է եւ դժվար է ինչ որ բաները տանելը, ժամանակ է պետք, անգամ քոնը չի, բայց բարեկամինը տա, անգամ հարևանինը տա, դժվար է տանելը, բայց մի բան գիտենք, որ կյանքը երկնքում է եւ շատ երիտասարդներ, շատ հայ երիտասարդներ Տիրոջը կանչելով են գնացել։ Եվ ես խոսում եմ անգամ այն երիտասարդների մասին, ովքեր երբեք եկեղեցի չեն մտել։ Բայց մենք տեսել ենք շատ պատմություններ գիտենք, ես վստահ եմ բոլորս երևակայ գիտենք այդպիսի պատմություններ, թե ինչպես է Տերը ծածկել, եւ նայում ես ասում ես ոնց կարող էր դա լինել, իրոք Տերն է ծածկել, ոնց են անտառով անցել, այդքան զորքի միջով անցել եւ կենթանի մնացել։ Տերը ծածկում է անգամ իրական ձևի, այսօր իմ ու քո գործն է, ոչ թե նայենք թե ինչ դեպքերում Տերը չի ծածկել կամ ինչու համար Տերը թույլ է տվել, այլ նայենք, որ այսօր հավատանք, որ Տերը կարող է մեզ ծածկել եւ Տերը Հայաստանն էլ կարող է ծածկել։ Ամեն։ Իրեք մենք ամեն շաբաթ մեր ծառայությունները շաբաթ օրերն է, մենք ամեն շաբաթ Հայաստանի համար աղոթում ենք, ամեն շաբաթ, արդեն տարիներ է։ Ու ես հավատում եմ, մեր բոլորի աղոթքները իզուր չի անցնում, Տերը ծածկում է Հայաստանն էլ։ Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Իհարկե, երբ որ ես ասում եմ Տերը բնական ձևով կծածկի, ես չեմ խոսում այն բաների մասին, երբ որ մենք սխալներ ենք անում ու ասում ենք Տեր ծածկիր ինձ։ Օրինակ, օրենքի դեմ խախտում ես անում, երթևեկության կանոնները խախտում ես, ասում Տեր ծածկի ես ոստիկաններից ինձ։ Մի եղբայր ունենք, թղթերը կարար նորմալ սարքես, չէր սարքում, հենց ոստիկանների հասնում ես, սկսում էր հոգով աղոթք անել, աղոթքան Տեր ծածկիր ինձ։ Ասում են, լսի, թղթերը ավելի լավ, գնա սարքի նորմալ։ Ես կամ էլ մեքենայով ինքնաթիռի արագություն բացես, ասես Տեր, այս տեսախցիկի փակի մի հատ չտեսնի, արագաչափը չտեսնի։ Ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ նրա մասին, որ երբ որ մեր ուժերից վեր է, մեր հսկողությունից վեր է, Տերը կարող է մեզ ծածկել, սիրելիներս։ Ամեն, փառք Աստծո։ Փառք մեր Աստծո։
Եվ հատկապես սիրելիներս, երբ որ մենք զբաղված ենք Աստծո համար ապրելով եւ Տիրոջ գործը անելով, Տերը կարողանում է մեզ ծածկել շատ վտանգներից եւ շատ չարիքներից։ Ուղղակի մի դեպք կկարդամ Հիսուսի կյանքից Հովհաննես 8-ում։ Հիսուսը քարոզում է շատերի դուրը չէր գալիս, այսօր դու էլ կարող ես քարոզում ես շատերի դուրը չի գալիս, բայց մի անգամ նրան ուզեցան քարկոծել։ Հովհաննես 8:59 Եվ նրան քարերը վեր առան, որ նրան վրա գցեն, բայց Հիսուսը ծածկվեցավ, դուրս ելավ, գնաց տաճարից, նրանց միջով անցնելով եւ այնպես գնաց։ Մենք ցած կարդում ենք, բայց այդ ո՞նց անցավ այդքան ժողովրդի միջով։ Ծածկվեց։ Ծածկվել չի նշանակում գլխին շոր քաշեց գնաց։ Ծածկվել նշանակում է ուղղակի անցավ, ոչինչ չկարողացան անել։ Երբ որ մենք ծառայում ենք Տիրոջը, երբ որ մենք Տիրոջ գործի մեջ ենք, Աստված մեզ կծածկի սիրելիներս, եւ շատ բաներով մենք անցնենք եւ մեզ վնասը չի հասնի։ Ու մենք տեսել ենք դա, շատ անգամներ ենք տեսել։ Վստահ եմ դու էլ տեսել ես, երբ որ դու Աստծո գործը անում ես, երբ որ դու քեզ նվիրել ես Տիրոջը ծառայելու, եւ հատկապես դրան դեմ բաներ կան, կամ քո կյանքին դեմ բաներ կան, որ խանգարում է քեզ հավատքի մեջ լինել եւ Տիրոջը ծառայել, դու տեսնում ես, որ Աստված քեզ ծածկում է, քեզ անցակացնում։ Ամեն։ Ամեն։ Նայեք սիրելիներս, անապատում Տերը ծածկում էր իր ժողովրդին։ Մենք գիտենք, որ ամպիսյունով էր ծածկում, հիմա մի քիչ ավելի կոնկրետ եմ ուզում խոսել, որովհետև ծածկոցը Աստված կոնկրետ է ուզում, որ մենք իմանանք ծածկոցը որն է։ Անապատում մենք գիտենք կրակի սյունը եւ ամպի սյունը նրանց պաշտպանում էին, նրանց ուղեկցում էին։ Ամեն։ Բայց տեսեք թվոց 9-րդ գլխում ինչ եմ ուզում մենք նկատենք։ Թվոց 9 15-ից 17 խոսքերը։ Եվ այն օրը, որ խորանը կանգնվեցավ, Աստված ասել էր մի խորան պատրաստեն։ Եվ ամպը վկայության վրանի վրայովը ծածկեց խորանը, ինչը ծածկեց խորանը։ Եվ իրիկվանից միջև առավոտ մնում էր խորանի վրա կրակի երևույթով։ Միշտ այսպես էր ցերեկն ամպներ ծածկում նրան, գիշերը կրակի երևույթը, եւ երբ որ ամպը խորանից վերանում էր, այնուհետև Իսրայելի որդիքը գնում էին եւ ուր որ ամպը կանգնում էր, այնտեղ Իսրայելի որդիքը իջևան էին անում։ Ամեն։ Հիմա տեսեք, մենք գիտենք, որ կրակի սյունը ամպի սյունը ուղեկցում էր։ Բայց ուզում եմ նկատենք, որ կրակի սյունը եւ ամպի սյունը խորանի վրա էր։ Խորանը դա այնտեղն էր, որտեղ Աստված ասում էր, ես իմ ներկայությունը կլցնեմ այդտեղ։ Խորանը դա այնտեղն էր, որտեղ Աստված ասում էր, չհեռանաք դրանից։ Խորանը այսօր դա իր տունն է, սիրելիներս։ Խորանը դա այսօր նրա եկեղեցին է։ Աստծո պաշտպանությունը, երբ որ մենք խոսում ենք, որ մեր միակ ապահով տեղը Աստծո մեջ է, եւ մեր միակ ծածկոցը Աստված է, այդ Աստված ծածկում է իր խորանը։ Ամեն։ Դրա համար այսօր, երբ որ դու այստեղ նստած ես կամ կանգնած ես, այսօր դու ապահով տեղ ես։ Երբ որ քո սիրտդ այստեղ է, Աստծո տան մեջ է սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, դու Տիրոջ ծածկոցի տակ ես։ Սա է իրականությունը, որ Աստծո խոսքն ասում է, շատերը ասում են, թող Տերը առաջնորդի, բայց շատերը չեն ուզում Տիրոջ տան մեջ բնակվել։ Սիրելիներս, ցավոք սրտի, ես հենց այստեղ Վանաձորում շատ մարդ գիտեմ, որ ասում են հավատում եմ Աստծուն կամ ժամանակին հավատքի մարդիկ են եղել, Տիրոջ տանն են եղել, բայց այսօր տարբեր տեղեր են ասում են ես էլի շարունակում եմ հավատալ։ Ասում են լսի բարեկամ, դու ես ինձ վկայել։ Հիմա դու ուր ես։ Ասում եմ ես իմ հավատքը չեմ կորցրել, ասում եմ սիգարետը բերանից չես կորցրել։ Ասում եմ դու հա ինչ անեք, ես մի Աստված չի ներում։ Բայց հարցը նա է, որ ինքը ապահով տեղ չի։ Իր հետ ինչ ասես կարող է լինի։ Մենք կարող ենք ասել, դե ինչ լինելու է լինի։ Այս աշխարհն այդպես ասում, մեզ հետ այդպես չի։ Աստծո խոսքն ասում է արդարին ասել, քո բանը լավ է։ Քո վերջը լավ է, ասենց ասած։ Ես ասում եմ վերջը լավ լինի։ Մեր վերջը արդեն լավ է։ Մեզ պետք չէ ձեր բան ցանկանալ։ Ամեն։ Որովհետև ես Տիրոջ տան մեջ եմ, ես ապահով եմ։
Այսօր շատ մարդիկ էլ ասում են, ես իմ ձևով եմ հավատում։ Հա, հավատա քո ձևով, բայց որտեղ ես դու գտնում։ Ինչ ծածկոցի տակ ես։ Ծածկոցը խորանի վրա է։ Տիրոջ կրակի սյունը եւ ամպի սյունը խորանի վրա էր։ Եվ երբ որ նա շարժվում էր, հավաքում էին այդ խորանը, գնում էին, ասում են, այս խորանը պետք է այդ ծածկոցի տակ լինի։ Այսօր փառք Աստծո, Հիսուս այնպես արել, որ այսօր մենակ մաքսիմում ինստրումենտներ եք հավաքում։ Պետք չէ շենքը հավաքել, տանել։ Մենք հավաքվում ենք, Տերն է գալիս։ Ծածկում։ Եվ երբ որ մեր սրտերը Տիրոջ տան մեջ է, իմ ու քո կյանքը սերես այդ ծածկոցի տակ է։ Հալելույա։ Չգիտեմ քեզ ոնց, բայց ինձ սա շատ է ուրախացնում։ Եվ ոչ թե մենք վախեցած ենք այս աշխարհից, ուղղակի մենք գիտենք, որ ծածկոցը նրա տան մեջ է, շատերը սա չեն պատկերացնում, շատերին թշնամի խաբում է, ասում է, լսի դու Տիրոջ տնից դուրս է կարող ես նորմալ հավատացյալ լինես։ Կամ տեսնում ես մարդ Տիրոջ տանը չի ասում, բայց ես ինչքան մարդու են վկայում։ Հա ինչ, բայց ծածկոցը որտեղ է։ Ինչ ծածկոցի տակ ես։ Կյանքդ որտեղ է ծածկված։ Մեր կյանքը սիրելիներս ծածկված է միայն Աստծո մեջ եւ Աստված ծածկում է իր խորանը։ Ամեն։ Աստված ասել էր խորանը կառուցեն, սարքեն խորանը անապատում։ Հենց ժողովրդի համար, որպեսզի նրանք այդ անապատում ծածկված լինեն։ Որպեսզի այդ անապատում պաշտպանված լինեն։ Մենք չենք պատկերացնում անապատը ինչ է, այնքան կենդանիներ կան, գազաններ կան, տարբեր վտանգներ կան, էլ չեմ ասում արևը, գիշերվա ցուրտը, ինչ ասես, բայց նրանք պաշտպանված են։ Ամեն։ Սաղմոս 27։ Իմիջայլոց այսօր եւ այս ժամանակների վերջում շատ է լինելու, որ շատերը մտածելու են, որ ես իմ ձևով կհավատամ եւ որտեղ կուզեմ կլինեմ։ Բայց սիրելիներս, մենք որտեղ լինենք, առանց Աստծո տան, առանց Աստծո խորանի, երբեք չենք կարող ասել, որ ապահովենք։ Բայց եթե Տիրոջ տան մեջ ենք, մենք վստահ ենք։ Եվ եթե դու Տիրոջ տան մեջ ես, սիրելիս, թող ոչ մի վախ քեզ չբռնի։ Դու անգամ Տիրոջ ասա, Տեր, ես քո խորանի մեջ եմ։ Տեսեք 27 Սաղմոսում հայտնի աղոթք է Դավիթի, որ շատերդ գիտեք։ Մեկ բան եմ խնդրում Տերիցը, եւ այն շատ կփափակեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով մտիկ տամ։ Լավ է, չէ՞ սիրելիներս, որ Տիրոջ տան մեջ Աստծո փառքն ես տեսնում, Աստծո այդ գեղեցկությունն ես տեսնում, հասկանում ես ինչքան իրական է այդ Աստված։ Բայց Դավիթը մենակ դրա համար չէր ասում, ասում է, որովհետև չար օրում նա ծածկում է ինձ իր խորանի մեջ։ Իր խորանի մեջ, որտեղ է ծածկում։ Դավիթ, պալատներ ունես, այդքան զինվորներ ունես, դու պաշտպանված, Դավիթն ասում է, չէ, Տերը ինձ չարից ծածկում է, չար օրում ծածկում է իր խորանի մեջ։ Ամեն։ Նա թաքցնում է ինձ խորանի ծածուկ տեղումը։ Գրես սա Աստծո բունկերն է։ Ծածուկ տեղն է, որ ինքը ինձ ու քեզ թաքցրել է եւ բարձրացնում է ինձ վեմի վրա։ Ամեն։ Փառք Աստծո։ Միտեղ մի առիթով խոսում է, որ Աստծո տան մեջ ապահովություն կա, դա Գերմանիայում էր, եւ մի կին մի ուրիշ քաղաքում եկել էր ծառայության, նա երբ որ եկավ ծառայության ուրիշ քաղաքում, նա եկել էր ասես քննելու, քննում էր։ Հետո տեսավ աղոթքի ժամանակ, չգիտեմ, ձեզ ծանոթ է թե չէ, բայց Աստծո զորությունից կարող են չէ մարդիկ ընկնել։ Հիմա հո ես մեղավոր չեմ, որ այդ մարդիկ ընկնում են։ Ինքը եկավ ասեց, բա ինչի են մարդիկ ընկնում։ Ասեցի, դե ես չեմ կարող բացատրել։ Ասեց, ո՞նց ինձ ասում եմ, չեմ կարող բացատրել։ Ու դրանից հետո հաջորդ դա շաբաթ էր։ Կիրակի օրը ուրիշ քաղաքում 250 կիլոմետրի վրա էլի ծառայություն էր ունենալու, նա նորից եկել էր։ Ու եկել էր, ես ճիշտ ասած մի պահ որ տեսա, մտածեցի, որ վերջում էլի մոտենալու է մի բան ասի։ Բայց ես վերջում ես կինը մոտեցավ, ասեց.
խնդրում եմ, եւ այս ժամանակ ասում էի ապահովություն կա Աստծո տան մեջ, եւ նա ասում է, խնդրում եմ, տղաս բերթում է, կարող ենք աղոթել Դավիթիս համար։ Ասեցի, այո, կարող ենք աղոթել, իհարկե։ Ու ես ասում եմ, քանի դեռ դու այստեղ նստած ես, դու չգիտես, թե Աստված ինչերից է պահում քեզ եւ քո երեխաներին։ Եվ երբ որ հենց սկսեցի աղոթել, ինքը ընկավ գետնին ու գոռում է. Դավիթ, Դավիթ, իր որդու անունն է գոռում ու մոտ ինչքան մի կես ժամից ավել գոռաց։ Ու ես չգիտեի ինչ է կատարում, ես ասեցի ձեռք չտակ, թող գոռա։ Ինքը գոռաց ու հետո ինչ իմանանք, ծառայությունից հետո, անմիջապես հետո, տղան բերթից զանգում է։ Ասում է, մամ, չգիտես ինչ ա եղել, ասում է, ինչ ա եղել, իրանք է պարսկահայ են, թե սիրիահայ են։ Եվ ասում է, հենց նոր ասում է, մի հոգի ասում է, ուզում էր ինձ մեջքից դանակով խփել, ասում է, բոլորը գոռացին, եւ ասում է, ինչ որ մեկը ինձ վերցրեց, ասում է, ու խփեց պատին, ասում է, որ ես իրանից հեռու լինեմ, ասում է, շպրտեց դեպի պատը ավելի ճիշտ։ Եվ ասում է, ես չգիտեմ այդ ով էր։ Եվ իր մաման ասում է, այդ Հիսուսն էր, որը քեզ պաշտպանել է, որովհետև ես իր տան մեջ էի։ Ու դա նույն պահին էր մոտավորապես եղել։ Սիրելիներս, ես չեմ ասում, որ մենք սպասենք վտանգի։ Ես չեմ ասում, որ մենք վախենանք վտանգից։ Երբեք մեզ պետք չի սպասել։ Չլինենք Հոբի պես, որ ասենք իմ սպասված բանը եկավ գլխիս։ Մի սպասի վտանգի։ Մի պատկերացրու, թույլ չտաս վախը բռնի քեզ։ Վախը գիտես այնպեսի բան է, որ մենք ենք թույլ տվող, ինքը բռնի մեզ, թե չբռնի։ Բայց հարցը նա է, որ այսօր ես ու դու այստեղ նստած ենք, երբեք չենք պատկերացնում, թե ինչքան բաներից Աստված մեզ պահում է։ Եվ իհարկե չեմ ասում բոլոր նրանց ասենք, ովքեր Աստծո տան մեջ են, ասեն, այ որ Աստծո տան մեջ լիներ, քո հետ չէր լինի այդ բանը։ Չէ, մենք ուղղակի գիտակցենք, որ դա իրականություն է, երբ որ դու Աստծո տան մեջ ես, դու ծածկված ես։ Եվ երբ որ դու դրան հավատում ես, իրապես դա սկսում է գործել։ Առանց հավատքի ոչ մի բան չի գործում։ Այսօր ինչի համար եմ խոսում։ Այսօր խոսում եմ, որ մեր հավատքը ել ավելի բարձրանա, ոչ թե դու դա չունես, այլ ել ավելի բարձրանա, որ ասենք, Տեր, ես քո տան մեջ եմ, ես այնքան եմ խնդրում քեզ, փափագում եմ, որ մինչև կյանքիս վերջի օրերն էլ քո տան մեջ բնակվեմ, քո փառքը տեսնեմ, որովհետև ես լավ գիտեմ, որ դու ինձ ծածկում ես։ Չար օրում դու ինձ ծածկում ես, եւ քո ծածուկ տեղը, խորանի ծածուկ տեղը պահում ես ինձ։ Ամեն։ Սաղմոս 31 մի երկու տեղել 20-րդ խոսքը դու ծածկում ես նրանց քո երեսի ծածկույթովը մարդու դավաճանությունից դու թաքցնում ես նրանց քո խորանի մեջ լեզուների հակառակությունից որտեղ է ծածկում խորանի մեջ լեզուների հակառակությունից ինչ շատ ա եղել որ հարցրել են Իսկ ճիշտ է, որ անեծքը ազդում է։ Եթե ես չհավատամ, կազդի թե չի ազդի։ Եվ ես շատ ժամանակ ասում ենք, եթե չես հավատում, չի ազդի։ Շատ ժամանակ ասում ենք Հիսուսի արյունը ազատել է մեզ ամեն անեծքից, ամեն չարախոսության անեծքից էլ։ Բայց սիրելիներս, իրական դա այդպես է, բայց իրական այդ գործը կատարվում է, երբ որ դու խորանի մեջ ես գտնվում քո կյանքով։ Որովհետև ասում է դու քո խորանի մեջ ծածկում ես ինձ այդ լեզուներից, ովքեր որ չարախոսում են ինձ, ովքեր անիծում են, ովքեր վատ բաներ են ասում, քո խորանի մեջ լեզուների հակառակությունից ինձ պաշտպանում ես։ Դրա համար ես քեզ ուզում եմ ասեմ, եթե դու Աստծո տան մեջ ես, ոչ մեկի անեծքը քո վրա չի ազդի, որովհետև Տերն է ծածկում։ Եվ երբեք չխաբնվես, եթե թշնամին մտքիդ մեջ կա, ինչ որ մեկը ասի քեզ, լսի կարող է ազդի, զգուշ եղի։ Ժամանակ կա, որ կարող է Տերը քեզ ասի աղոթի, քանդի այդ բոլոր ասածները։ Դա պետք է անենք։ Բայց Տիրոջ տան մեջ լինելը պարտադիր է։ Խորանի մեջ լինելը դա պայման է, որովհետև գիտես
շատ կարող ենք մենք դավանել։ Լինում է, որ մարդիկ ասում են, դավանի ես խոսքը, բայց այդ դավանածին պետք է հիմք լինի։ Այո, մենք դավանում ենք, Հիսուսը ազատել է մեզ անեծքից։ Ոչ մի զուր տեղը ուղարկված անեծք չի կարող գործ ունենալ, ոչ մի զենք չի կարող հաջողակ լինել մեր հանդեպ, բայց հիմքը պետք է լինի, որ ես ճիշտ հիմքի վրա եմ, ես խորանի մեջ եմ, ես ծածկված եմ։ Ամեն։ Սա իրականություն է, սիրելիներս։ Սա իրականություն է։ Շատերը չեն հասկանում, բայց սա հավատալու բան է, ու կյանքը ապացուցում է դա։ Կյանքը ապացուցում է։ Եվ երբ որ դու դրան հավատում ես, դու ապրում ես, դու հասկանում ես, որ Տեր Աստված, անգամ վախերը եթե գան, եկեք իրական խոսանք։ Ժամանակ առ ժամանակ տարբեր տեսակի վախեր կարող են գալ։ Մենք մարդ ենք, չէ՞, հրեշտակներ չենք։ Եթե մի մարդ տեսնես, որ իրան հրեշտակի տեղ ա դրել, ու իր վրա ոչինչ չի ազդում, չհավատաս իրան։ Մենք մարդ ենք, հրեշտակ չենք։ Եթե տեսնես մարդ, որ իրան հեշտակի տեղ ա դրել, իրան ասա, սիրելիս մարդ եղե, էլի։ Օ, դեն այսպես է ասում։ Սիրելիս հրեշտակ մի եղե, էլի մարդ է, նորմալ խոսա։ Մարդ ենք, չէ, կարող են վախերը գալ, բայց ամենահզոր բաներից մեկը, երբ որ վախը գալիս է, դու ասում ես, Տեր, ես քո խորանի մեջ եմ։ Իմ կյանքը քո խորանի մեջ է ծածկված։ Դրա համար ես իմ ընտանիքը բերում եմ քո տան մեջ, անգամ նրանք դեռ այստեղ չեն։ Ողորմիր, եթե նրանք դեռ մեղքի մեջ են, ողորմիր Տեր, բայց տես, որ ես քո տան մեջ եմ։ Գիտես ինչ հիմքի վրա եմ ասում։ Ասում դու կփրկվես դու եւ քո տունը։ Ես այնքան դրան կհավատամ, ինչեւ բոլորը գան խորանի մեջ, որովհետեւ ես չգիտեմ, եթե մեկը խորանի մեջ չի, ինքը ապահովա թե չէ, իմ հարազատս ապահովա թե չէ, ես չգիտեմ, բայց եթե խորանի մեջ է, Տեր քո խորանի մեջ ենք։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Փառք Աստծուն իր տան համար։ Փառք Աստծուն, որ մենք կարող ենք նրա տան մեջ բնակվել ու մեր սրտի մեջ այս աղոթքը կա, Տեր, ուզում եմ մինչև կյանքիս վերջի օրերն էլ քո տան մեջ բնակվեմ, քո փառքը տեսնեմ, քո գեղեցկությունը տեսնեմ, զմայլվեմ քո փառքով։ Եվ դրա մեջ անպայման կտեսնեմ ոնց ես դու ինձ չարից պահում։ Ամեն։ Փառք Աստծո, մի տեղ է Սաղմոս 91։ Սաղմոս 91։ Շատերս գիտենք այս տեղը։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը։ Ինչի տակ բնակվողը։ Բարձրալը ծածկոց ունի, սիրելիներս։ Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ով կարող է հանգիստ լինել։ Այ խառնված եմ։ Հանգստությունը, հանգիստ լինելը նրա ծածկոցի տակ է։ Եվ այստեղ ասում է բնակվողը, չի ասում մտնող դուրսեկողը։ Ես ուղղակի այցելու չեմ իր խորանը, ես բնակվում եմ իր խորանի մեջ։ Ես բնակվում եմ իր ծածկոցի տակ։ Դրա համար էլ հանգիստ եմ։ Ինչու ես դու այդ ձև հանգիստ չես լսում նորություններով ինչ են ասել։ Հա ոնց հանգիստ չլինեմ, Աստծո տան մեջ եմ։ Հա մտածում եմ ուղեղս անջատած չեմ ապրում։ Բայց ես հանգիստ եմ։ Այսօր Մոսկվան ռմբակոծում են, իմ աղջիկս այնտեղ է։ Այնպես չի որ չեմ մտածում, բայց ես հանգիստ եմ։ Այնպես չի որ նորություններ չնայեմ, բայց ես հանգիստ եմ։ Որովհետև աղջիկս Աստծո տան մեջ է։ Ամեն։ Դա է իրականություն։ Եվ մենք դրանով ենք ապրում, սիրելիներս։ Ու դա հավատք է։ Դա այնպես չի որ մենք ասենք, իսկ որ էս ձեր բան լինի։ Բան չի էս եղավ։ Ես ծածկոցի տակ եմ։ Իմ ընտանիքը ծածկոցի տակ է։ Ով է դեռ ծածկոցի տակ չի, ես խնդրում եմ Տիրոջ ողորմությունը նրանց վրա, որ Տերը նրանց հետ ծածկի։ Օրինակ ես լսել եմ ասում են, եթե դե ինքը ապաշխարած չի, դե հիմա ինչ իմանանք, ինչ կլինի իր հետ։ Ոչ, ես հավատում եմ, որ Տերն ասում է կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Մենք պետք է աղոթենք մեր հարազատների համար, որ Տերը նրանց պահի։ Իհարկե մեր փափագը պետք է լինի, որ նրանք գան Աստծո տուն։ Էդել եմ տեսել, որ հանգիստ են, ասում են, դե ինքը ինձ դեմ չի։ Դեմ չի, դա չի նշանակում, որ կողմ է։ Դե ինքն է բերում ինձ եկեղեցի գնում, այդքան արդեն մեծ բան։ Հա, էլի մեծ բան է, բայց դա բավական չի, սիրելիս։ Պետք է ծածկոցի տակ լինի։ Ամենամեծ ծածկոցը նա է, որ ես ու դու ապահով ենք, որ այս կյանքից հետո կյանք ունենք։
Ամենամեծ ծածկոցն է։ Այսօր աշխարհի ամենամեծ անապահով վիճակը նա է, որ նրանք չգիտեն ուր են գնալու։ Բայց ես ու դու գիտենք։ Ես ու դու ապահով ենք։ Ես ու դու ապահով ենք, որովհետև նա մեզ արդարացրեց, սրբացրեց։ Ու ես քեզ ասեմ, երբ որ շարունակությունը կարդում ես Սաղմոս 91-ում, ասում է կկող կրտես օձերի կարիճների վրա։ Ու գիտես մարդիկ կան, ես մարդիկ գիտեմ, որ ժամանակ ա եղել եկեղեցում ծառայել են, անգամ Վանաձորում։ Եկեղեցում ծառայել են, հետո թողել են Աստծո տունը, իբր թե իրանք մենակ հավատացյալներ են, ու ասում են ես աղոթում եմ եւ այլն։ Սերես դու չես կարող թշնամու գործերը քանդել քո եւ մյուսների կյանքի մեջ, եթե դու սկզբից բարձրալի ծածկոցի տակ չլինես։ Որովհետեւ սկզբից բարձրալի ծածկոցի տակ պետքա լինես։ Նոր քեզ վնասը չհասնի, ամբողջ Սաղմոս 91-ը դա ասում է, հետո դու կող կրտես օձերի կարիճների, բայց սկզբից պետքա ծածկոցի տակ լինես։ Ես չեմ հավատում այդ ձևի մարդկանց, որ իրանք թշնամու գործերը քանդում են։ Ով որ Աստծո տան մեջ չի, ով որ իր սրտով Աստծո տան մեջ չի, ուղակի այցելու է։ Ցերելես, եթե ուղակի այցելու ես, ես չգիտեմ դու ով ես, ես քեզ չեմ ուզում ասեմ, բա ինչի այդպես, մտի ծածկոցի տակ ուղակի։ Ես առաջի անգամ եմ այստեղ, հատուկ այդ մարդ գիտեմ երևի այստեղ, բայց ով էլ ուզում ես լինես, Աստծո տան մեջ թող լինի քո սիրտը։ Ինչի համար կյանքդ վտանգի մատնես։ Ամեն, 4 խոսքն ասում է, նա կծածկի քեզ իր փետուրներով։ Նրա թևերի տակ ապահով կլինես։ Նրա ճշմարտությունը ասպարա եւ զրա։ Ամեն։ Ամեն։ Աստված իր փետուրներով։ Այդպես ասում որ մի բան հասկանանք ինչ ձևով։ Ամեն։ Ինքը ծածկում է մեզ։ Փառք Աստծուն։ Ուզենամ կանգնենք Տիրոջ առջև այսօր սիրելիներս։ Այս երգն ենք երգելու հիմա։ Անունը քո մեղրաշուրդ։ Գիտես ինչու սիրել ես։ Որովհետև Տիրոջ անունը ամուր աշտարակ։ Եվ արդարը փախնում է եւ այնտեղ ապաստանա գտնում։ Անունը քո ուսեջանա բարից անունը քո մեղրաշուրդերից անունը քո թրկում է և կանչում է Հիսուս, Հիսուս, անունը քո լույս է ճանապարհից, անունը քո մեղրաշուրդերից, անունը քո փրկում է և կանչում է Սերնես Հիսուսի անունը զորություն ունի պաշտպանելու։ Լինում է մարդիկ ասում են, երբ որ դժվար է Հիսուսի անունը կանչի, այսօր մի նոր ձևով թող մեր մեջ հավատ բարձրանա, ամեն վտանգ, ամեն ինչ որ սպառնող բան երբ որ գալիս է նրա անունը կանչենք, ասենք Հիսուս։ Գիտես Հիսուսի անունը այնքան զորավոր է, որ անգամ մարդիկ կան, որ առանց հասկանալու դա օգտագործում են, գործում է, բայց ես ու դու ճանաչում ենք նրան։ Մի դեպք ձեզ պատմեմ, գրես կան աղանդներ, որոնք ասում են Հիսուսը Աստված չի։ Եվ նրանք իջեցնում են Հիսուսի անունը։ Եվ մի կին կար, ավելի ճիշտ ես նրան չեմ ճանաչում եւ նրա եղբոր տղան այնց պատմում։ Ասում է լսեի, գնացինք նրա հետ աղոթելու մի տատիկի համար, որը տանջվում էր 9 ամիս չէր քնել։ Բոլորին պահել էր ոտի վրա։ Գնացինք ընդամենը Հիսուսի անունը կանչեց, մի շաբաթ հանգիստ ապրեց, մեծ կին էր շատ տարիքով։ Եվ հանգիստ գնաց Հիսուսին ընդունելով։ Եվ նա պատմեց, ասում է, գիտես, մի հորքուր ունեմ, ասում է բոլորին արդեն
Սենց ասած զզվացրել է։ Այնքան եկել է, խոսացել ու ինքը ասում էր Հիսուսը Աստված չէ, ասում է, բայց երբ որ պապիկս ասում է շատ վատ էր, ասում էր այս սև մարդիկ գալիս են ինձ տանեն, այս ինչ կրակներ են բերել, այս կրակը ինձ տանում է։ Եվ էլ չգիտեին ինչ ան, ասում է մի օր բոլոր երեխաները 7 երեխա ընտանիքներով հավաքվել են, ասում է գյուղի տանը, եւ ասում է պապիկը շատ վատացավ, ասեց ինձ տանում են, վերջ տանում են ինձ, եւ ասում է այս հորքուրս եկավ ասեց Հիսուսի անունը կանչի։ Ասում է որը ասում էր Հիսուսը Աստված չի։ Եվ ասում է երբ որ դա ասեց, ասում է պապիկս շշնջաց Հիսուս, ասում է խաղաղվեց, ասեց հաց բերեք ուտեմ, 5 օր ոչ մեկի հետ չխոսեց ու հանգիստ գնաց։ Անկամ նա ով որ հակառակա, ասում է Հիսուսին կանչի։ Եվ Հիսուսի անունը փրկում է։ Մենք ունենք մի անուն, որը վեր է ամեն անունից սիրում ես։ Տեր ես աղոթում եմ ամեն մեկի համար այստեղ Հիսուս Քրիստոսի անունով Հայր քո սուրբ հոգով թող բարձրանա հավատք, որը քեզանից է Տեր իմ Աստված, ամեն իրավիճակների մեջ։ Տեր դու գիտես, որ ժամանակ կա, որ մենք տկար ենք հավատքով, ժամանակ կա, որ մեր աչքերի տեսածը ավելի է գրավում, բայց թող քո անունը ավելի բարձր լինի Տեր իմ Աստված։ Ինչ իրավիճակներ կան, Հիսուս, ես կանչում եմ քո անունը այդ ամեն իրավիճակների վրա։ Հիսուս, քո անունը թող փրկի, թող հանի, թող բժշկի, թող ազատագրի, թող բերի քո տուն այն ամենին ինչի համար այս մարդիկ հոգս են անում Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունն եմ կանչում այստեղ ամեն մեկի կյանքի վրա Տեր իմ Աստված եւ խնդրում եմ քեզ քո ծածկոցը Տեր, թող քո ծածկոցը լինի այս մարդկանց վրա, թող քո ծածկոցը միշտ լինի այս եկեղեցու վրա, որ շատերը գան եւ ապաստան գտնեն քո անվան մեջ, շատերը գան եւ հանգիստ առնեն քո տան մեջ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Անունը քո Եկեք երկենք նրան սիրելիս Անունը քո Փրկում է և կանչում է Հիսուս Հիսուս Անունը քո լույս է ճանապարհի Այո իմ Աստված Տեր ես աղոթում եմ այն տարածքի համար, որ այս եկեղեցին ունի քեզանից Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն արգելքները թող հեռանան Ամեն հակառակությունները թող պապանձվեն, ամեն սխալ լեզունները թող պապանձվեն, թող գործ չունենան, արձակիր քո հրամանը Տեր իմ Աստված և ամեն բան մատակարարիր, որպեսզի այնտեղ կառուցվի քո խորանը, որի վրա կլինի քո ծածկոցը, Մենք արձակում ենք քո ծածկոցը այդ տարածքի վրա Տեր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք հռչակում ենք քո անունը այդ տարածքի վրա եւ հռչակում ենք քո անվան զորությունը այդ ամեն շենքը կառուցվելու համար, այդ ամեն կազմակերպչական հարցերը լուծելու համար, ամեն պետքական բաները ապահովելու համար Հիսուս Քրիստոսի զորավոր անունով քո ներկայության մեջ Տեր մենք աղոթում ենք եւ շնորհակալ ենք քեզանից, որ դու ես որ ասել ես, որ դու կստեղծես քո եկեղեցին։ Եվ դժոխքի դռները երբեք չեն հաղթի նրան։ Եվ վերջի բանը, որ ուզում եմ ասեմ սիրելիս, Հիսուսը երբ որ եկավ, ինքը չի գալու հավատացյալների հետևից, ինքը չի գալու հարսի հետևից, ինքը գալու է հարս եկեղեցու հետևից։ Այսօր շատերը խափնված են, դրա համար էլ չգիտեն, որ Հիսուսը գա կտանի թե չէ, բայց երանի քեզ, որ դու հարս եկեղեցու մեջ ես։ Թող Աստված օրհնելով օրհնի ձեզ սիրելիս։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք խոսքի համար,
Այո, հրաշալի է լինել մի տեղ, որը ծածկոց է։ Եվ Աստված այդտեղ է, մեր ծածկոցն Աստված է։ Հիսուսն ասում է, քշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցուն։ Եթե դժոխքի դռները չի հաղթի եկեղեցուն, ուրեմն ես պետք է տեղ լինեմ։ Եթե տեղ չեմ, ուրեմն կհաղթի։ Չի հաղթի եկեղեցուն։ Ուրեմն այն տեղը, որտեղ որ դժոխքը պարտված է, ես պետք է տեղ լինեմ։ Փառք Տիրոջը։ Խոսքի համար։ Շնորհակալ ենք շատ։ Մի վկայություն էլ ուզում եմ ասել, երբ որ իմ աղջիկը ծնվեց, շատերդ լսել եք այստեղ, երևի մեծ մասը։ Գիտեք, ես հենց Սաղմոս 91-րդ խոսքը այդ տարվա համար Հովիվ Արտուրն էր հռչակել 2009 թվականին։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը եւ ընդհանրապես բոլոր 91 Սաղմոսը։ Գիտեք, հիվանդանոցում 3-րդ օրը նա մահացավ։ Եվ այդ խոսքը իմ սրտի մեջ բարձրացավ։ Ես Տիրոջ ծածկոցի տակ եմ։ Ու աս խոսքի մեջ ասում քո բնակարանին չար բան չի մոտենա։ Եթե մոտենա էլ, ասում արդարը 1000 նեղություն ունենա, 1000-ից էլ ես դրան հաղթող կանեմ։ Ու գիտեք, այդ խոսքը իմ ներսում գերբնական խաղաղություն էր բերում, որտեվ այդ ծածկոցը ապահովություն է ու խաղաղություն է բերում։ Ինչպես վկայություն է, աղջիկը Մոսկվայում է, բայց թեկուզ ինչ, բայց խաղաղ է։ Ու այդ խոսքը ինձ չբերեց այն խաղաղությունը, որ կարծես ոչինչ չի եղել։ Ես հասնում եմ հիվանդանոց, բժիշկն ասում է, ես չգիտեմ ոնց քո աղջիկը հարություն առա։ Չգիտեմ ոնց։ Եվ հիմա այստեղ ծառայում է Տիրոջը։ Ես հավատացած եմ, ծառայիր Տիրոջը, եղիր Տիրոջ տան մեջ, Տիրոջ ծածկոցի տակ։ Այնպես չի, որ նեղություն չի գա, կգա էլ, կգնա էլ, բայց քեզ ոչինչ չի լինի։ Որտեղ դու մի տեղ ես, որ ծածկոցի տակ ես։ Շնորհակալ ենք խոսքի համար։ Շնորհակալություն շատ։